Եվ հիմա մշակում ենք օրենսդրական նախագիծը, սա այն մասին է, որ մեր պետությունում պետք է գործի առանձին մարմին բավարար ռեսուրսով, որպեսզի կարողանանք մենք այս ոլորտում մեր աշխատանքները կազմակերպել շատ ավելի արդյունավետ եւ միտված մարդու անձնական տվյալների պաշտպանությանը։ Եվ նաեւ մեկ կարևոր փոփոխություն, որը վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտին, որը կրկին քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն է միտված եւ պետք է նշեմ, որ այս հարցին մեր ուշադրությունը հրավիրել են հենց քաղաքացիները նախարարի հետ հարց ու պատասխան ձևաչափի ընթացքում։ Այսօր մենք ունենք միակ բնակարանի պարտապանին պատկանող միակ բնակարանի օտարման մինիմալ գին, որը նախկինում 4.900.000 դրամներ, փոխհատուցման արժեքի մասին է խոսքը, մենք դա բարձրացրինք 7.800.000 դրամի հասցրինք, այսինքն հիմա չի օտարվելու միակ բնակարանը պարտապանին պատկանող, եթե դրա արժեքը նվազ է 7.800.000 դրամից, իսկ եթե նվազ չէ, ապա պարտապանին տրամադրվելու է 7.800.000, ես միլիարդ եմ նշել, 7.800.000 դրամի փոխհատուցում, որպեսզի շփոթ չառաջանա։ Մենք նաև զարգացրել ենք վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները, սա ևս մեկ գործիք է դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու, մեր երկրում գործում են արբիտրաժի եւ հաշտարարության ինստիտուտները, գործում է նաև արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ձեզ չծանրաբեռնելու համար թվական տվյալներ չեմ նշի, բայց կնշեմ, որ դրանք կայացման ճանապարհին են այս ինստիտուտները եւ որքան կայանան, այնքան դատարանների ծանրաբեռնվածությունը կթոթափվի։ Մեկ լավ լուր եւս ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում նախորդ տարի մենք ունեցել ենք 100% կատարողական ցուցանիշ, ինչի արդյունքում մեր պետությանն է փոխանցվել 5.5 միլիոն եվրո։